Վերադառնալով բացահայտման Կգամ, ստեղ եմ, տեղ չեմ Պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում, խմբակ, որը նախապատրաստում էր ահաբեկչություն ըստ քննչական մարմնի, հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը, զանգվածային անկարգություններ եւ իշխանության յուրացումը, ըստ ձեզ ունեցել է արդյոք քաղաքական հովանավորներ, արդյոք այդ հովանավորների շարքերում նախկին երկու նախագահներն են, գուցե նաեւ արտերկրյա հովանավորներ։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Ես ոչ մի բան։ Լսեք, մենք քաղաքական այսպես ասած բաժանումների խաչմերուկում ենք Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվել է։ Ղարաբաղյան ամբողջ process-ը նման շահերի համար օգտագործվել է։ Մենք հիմա կանգնած ենք բանի մոտ, հա, հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի նվիրված հուշարձանի մոտ։ Գալիս ենք հոկտեմբերի 27-ին, դուք էլ բոլորդ լրագրողներդ գալիս եք հոկտեմբերի 27-ին, Ստեփան Դեմերչյանից եք հարցազրույց վերցնում, Տիկին Բախշյանից եք հարցազրույց վերցնում եւ այլ եւ այլ։ Այդ ամեն ինչը բնական է ունեցել է նույն խոսակցության շուրջ է եղել։ Այս խոսակցությունը, որը հանրության մեջ կա այսօր, այդ խոսակցությունը եղել է այդ տերորիստական ակտը անելուց առաջ, երբ որ Վազգենը Մեղրիում ասել է, որ Մեղրին Երևանում է պայթելու, երբ որ այդ ներքին խնդիրներն են եղել, եւ էլի մարդիկ են եղել, որոնք ասել են դե Նայիրի Հունանյանի վճիռը չկախեք, ասում ինքը տերորիստ է եւ այլ։ Նույն բաների մասին է խոսքը, եւ ես ոչ մի բան չեմ բացառում, անկեղծ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ես իմ անձնական կարծիքն ունեմ նաեւ հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող բանի մասին։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը լինելով սուպեր նախարար, ես բացառում եմ, որ դեռ ոնց է ստացվում, որ այդ օրը ինքը ստեղ չի եղել։ Ես բացառում եմ այդ բան։ Ես որովհետեւ ապացույց ցավոք սրտի չունեմ, ես այն ժամանակ 19 տարեկան, 20 տարեկան տղա եմ եղել, բայց այն ժամանակ եթե հնարավորություն լիներ այն տեխնիկական հնարավորությունները լիներ, որոնք որ այսօր կան, իրանք վստահ եմ 100% վստահ եմ կիմանային, բայց էլի եմ ասում, շատ հնարավոր է որ էլի իմացել են։ Ուղղակի իրավիճակը ձեռ է տվել։ Չեք հիշում հոկտեմբերի 27-ից առաջ ինչ խոսակցություններ կային, որ Ռոբերտ Քոչարյանը անգլիական թաքու կարգավիճակ ուներ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ձեռքում։ Ախր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի բացի ազդեցիկ քաղաքական գործիչ ելնելու, բացի կշիռ քաղաքական ունենալուց, իրանք մի հատ ուրիշ սուպեր բան ունեին, իրանք ժողովրդի աջակցություն ունեին։ Այդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել։ Ու այո, ես կարծում եմ, որ նման բանի շուրջ խոսակցությունները այսօր էլ են եղել, այսօր էլ են փորձել եւ Բագրատ Գալստանյանն է թե Վազգեն ինչան է, չգիտեմ, մի խոսքով ասում, Անժը Գրիշը, Անժը Ժորը, կարևոր չի ինքը ինչա, ասենք դա այդ կերպարը իր հարցազրույցների մեջ Ջեբեջան Հրիփսիմեին եւ մնացածին ինքը իր հարցազրույցների մեջ նույնիսկ ակնարկում ասում դե կանենք, անում ենք էլի իրար, բայց պարզ էր չէ որ քաղաքական ժողովուրդ մենք ինչի վրա ենք զարմանում, մենք ասում ենք ինքը քաղաքական դիակ է, բոլորս ասում ենք, ես էլ ասում եմ իրան թողնելու ենք փողոցում ինքը կոշիկի պես մաշվի, պարզ էր չէ որ քաղաքական process ինքը չի կարողանում գեներացնել։ Եվ պարզ էր, որ ասենք այն իր վստահությունը, որ գնում էր ընդդիմադիր լրագրողների մոտ ասում էր, հեսա էս ենք անելու, այն ենք անելու։ Հետո դրան ավելանում է մենք մեր ձևերով կանենք, եթե քաղաքական գործիչները քաղաքական գործիչ կմասնակցենք, հա, դե հիմա կտենանք էլի, հիմա օրագրի մեջ, օրինակ Աճապարանի մեջ օրագրի մեջ գրած է ինքը Սամվել Կարապետյանի հետ երբ հանդիպել, որ թիվն է։